Ողջույն հարգելի հայրենակիցներ, մենք այս պահին գտնվում ենք Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, շարունակելու ենք մեր քարոզարշավը եւ բոլորիդ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Բոլորս պետք է առաջնորդվենք կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան բանաձևով։ Այս ընտրությունները շատ կարևոր նշանակություն են ունենալու, ճակատագրական նշանակություն են ունենալու եւ յուրաքանչյուրիս քվեն շատ կարևոր է։ Այս պահին մենք, ինչպես արդեն նշեցի, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում ենք, կշփվենք բնակիչների հետ եւ կներկայացնենք մեր ծրագիրը։ Մենք համար 7-ն ենք, ինչպես գիտեք, Մայր Հայաստան կուսակցությունը, Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում են Բարգավաճ Հայաստանի հետ։ Մենք ներկայացված ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակում եւ բոլորիդ կոչ ենք անում հետեւել մեր քարոզարշավին, ծանոթանալ մեր ծրագրերին, մեր թիմին եւ անպայման մասնակցել ընտրություններին։ Այս պահին մենք արդեն կշարժվենք փողոցներով, բակերով, կշփվենք քաղաքացիների հետ եւ նրանց կներկայացնենք մեր ծրագրերը։ Սենց գնում ենք։ Հարգելի հայրենակիցներ, մենք Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում ենք, ինչպես եւ նշեցինք, եւ Բարգավաճ Հայաստանի համամասնական ցուցակի ներկայացուցիչներով կներկայացնենք մեր ծրագրերը, մեր մոտեցումները։ Հիշեք, մենք քվեաթերթիկում համար 7-ն ենք։ Ահա։ Բարև ձեզ։ Ոչ թե արդեն իրականորեն, միշտ իրականորեն եղել, կապված պատճառով, որովհետև այս բարդ ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ էության միգուցե դե յուրե այդպես է, բայց փաստացիորեն սպասարկում է այլ խաղացողների շահերը, օրինակ Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլն։ Եվ այս պարագայում իհարկե յուրաքանչյուր ուժ, որը տեսնում է որպես վտանգ, վտանգ իր քաղաքականության, իր պարտիվավճարային ներքին քաղաքականության, իր հակահայկական Հարգելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, Քանաքեռ Զեյթուն համայնքի բնակիչներ, հունիսի 7-ին տեղի են ունենալու
խորհրդարանական ընտրություններ, որոնք կարևորագույն նշանակություն են ունենալու մեր երկրի համար։ Երբեք Հայաստանը այսպիսի ընտրության առաջ չի կանգնել։ Օրվա իշխանությունները ստեղծել են մի վիճակ, որ մենք ստիպված ընտրություն ենք կատարելու Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Ադրբեջանի միջեւ։ Քվեն տալով օրվա իշխանությանը, այս տխրարչակ իշխանությանը մենք նպաստելու ենք, որպեսզի Հայաստանը արժանանա Արցախի ճակատագրի։ Հետևաբար բոլորիդ կոչ ենք անում հունիսի 7-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին եւ քվեարկել համար 7-ի Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացրած ցուցակի օգտին անպայման ծանոթացեք մեր ծրագրերին եւ ձեր քվեի ուժով ձևավորեք նոր իշխանություն հունիսի 7-ին Համար 7-ի հունիսի 7-ին Համար 7-ի քվեաթերթին Համար 7 քվեաթերթին Համար 7 միացի Որ փոխենք միացի Որ փոխենք Մեկ Ողջունում ենք հարցունի բնակիչների, զեյթունցիներ, հանրագերցիներ, բարև ձեզ։ Եվ այսպես, հունիսի 7-ին, ըստ էության լինելու են դասական առումով ոչ թե քաղաքական ընտրություններ, այլ առհասարակ դեպի ուր ենք մենք շարժվելու։ Շարժվելու ենք դեպի Հայաստանի Հանրապետություն, թե դեպի Արևմտյան Ադրբեջան։ Ամեն մարդ իրանով թող որոշի, ամեն մարդ թող իր մեջ ծանր ու թեթև անի, բայց անպայման բոլորը գնան ընտրական տարածքներ եւ քվեարկեն, անպայման հունիսի 7-ին Համար 7-ի հունիսի 7-ին Համար 7-ի հունիսի 7-ին Համար 7-ի միանշանակ Ողջանեք պատասխաններից եւ պատողներից եւ քաղաքացիների ողջունում ձեզ սիրելի քաղաքացիներ
İşbirliği bugün Այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապագան ենք հավատով կառուցում Առաջարկ Հայաստանի նոր սարկը քո սրտին և ուժը գործ է դառնում Ուժ է զրկում Եկեղեցու սանգը մեր ձայնը Խաչի լույսը մեր ճանապարհը Մեկ Ժորժ եկեք տաղբարություններով ողջունենք մեր քաղաքացիներին, ովքեր պատուհաններից հետևում են մեզ։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին եւ մերժել օրվա ապիկար իշխանությանը։ Դուք ձեր քվեի ուժով հնարավորություն ունեք ձևավորելու նոր իշխանություն, որը երաշխավորված խաղաղություն է ապահովելու տնտեսական բարգավաճում եւ սոցիալական համերաշխություն։ Այս իշխանությունները թշնամացրել են, պառակտել են, բաժանել են, մենք համախմբելու ենք, միավորելու ենք, հզորացնելու ենք։ Դրա համար կոչ ենք անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրությանը եւ ձեր քվեուժով
պատմության աղբանոց ուղարկել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին եւ ձևավորել նոր իշխանություն։ Մենք ձեզ կոչ ենք անում քննարկել համար 7-ի օգտին, հունիսի 7-ին, Համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, քվեաթերթիկ, համար 7, քվեաթերթիկ, համար 7, դե ուրեմն միասնաբար պետք է այդ ամենը անենք։ Հետևաբար, միացիր, որ փոխել, միացիր, որ փոխել, Բայց Զեյթուն քանակեր։ Ժորժան, իրականում բոլորն էլ հա, սենց արդեն սովոր են, որ այո, քաղաքական ուժերը պետք է քայլերթ անեն, անպայման պետք է լոզունգներով խոսան, դա անպայման եւ դա քաղաքական խաղի կանոններն են։ Բայց ուզում եմ առանց լոզունգների ուղիղ որպես քանակեր Զեյթունի բնակիչ, նույնիսկ այս արտահայտությունը բնակիչ, քանակերցի է։ Ասել հետևյալը. Ժորժան, իրականում ընտրությունը շատ պարզ է։ Կամ ամսի 7-ին քվեարկում եք Հայաստանի Հանրապետության համար, կամ քվեարկում եք Արևմտյան Ադրբեջանի համար։ Ուրիշ երկար, բարակ, տես, չգիտեմ ինչ, էդի կարող եք դնել ամբողջովին մի կողմ։ Մի իշխանություն, որը հրաժարվում է երաշխավորված խաղաղությունից, ինչ խաղաղություն կարա բերի։ Միայն այդ խաղաղությունը կարող է լինել սրանց խաղաղությունը, ադրբեջանական ակցենտով, ինչպես հիմա Արցախում է։ Մեզ այդպիսի չակերներում, մեզ այդպիսի իբր սուտի խաղաղություն պետք չի։ Մեզ պետք է իսկական երաշխավորված եւ հայանպաստ խաղաղություն եւ դա անպայման լինելու է։ Եվ այսպես հունիսի 7-ին հունիսի 7-ին ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Վերադարձնենք Հայաստանը Հայաստանի քաղաքացիների։ Հունիսի 7-ին հունիսի 7-ին հունիսի 7-ին Սիրելի զեյթունցիներ, ողջունում ենք բոլորիդ։ Հունիսի 7-ը բախտորոշ է Հայաստանի Հանրապետության համար։ Բոլորիդ կոչ ենք անում։ Անպայման գնալ ընտրատեղամաս։ Անպայման մասնակցեք ընտրություններին։ Ձեր քվեով որոշեք երկրի ապագան։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, համար 7-ին, սիրելի հայրենակիցներ, ողջունում ենք բոլորիդ, կոչ ենք անում անպայման գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրություններին, տեր կանգնել սեփական իրավունքներին եւ երկրի ճակատագրին։ Այս իշխանությունները 18 թվականին օգտագործելով մարդկանց արդարացի դժգոհությունը կուտակված զանազան անարդարությունների հանդեպ գալով իշխանության, մսխելով մարդկանց հավատն ու քվեն, երկիրը Թուրքիա առաջ ծնկի են բերել։ Ու այսօր հերթական ընտրությունների ժամանակ նորից ուզում են քվե կորզել ձեզանից։ 21 թվականին ասեցին Շուշին ու Հադրութը դեօկուպացիա են կարելու, հետ ենք բերելու, բայց ամբողջ Արցախը տվեցին։ Հիմա էլ բացահայտ
լկտիաբար հայտարարում են, որ մենք դեռևս վերահսկում ենք ադրբեջանական հողեր, բացի այդ ասում են, որ էլի են հող տալու, սրանք այս ընտրություններին արդեն մասնակցում են ակնհայտ հողատուի կարգավիճակում, սրանք մեր երկրին բերել են ավեր, սրանք մեր երկրին բերել են զոհեր, մեզ բերել են պատերազմ, մեզ բերել են նվաստացում, վատթարացրել են մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ ու իրենք թե գլխում, թե գրպաններում հաղթահարելով աղքատությունը ոտքից գլուխ թաթախվել են կոռուպցիայի մեջ։ Ոտքից գլուխ թաղված են կոռուպցիայի մեջ։ Երկիրը գտնվում է ուղղակի օրհասական վիճակում։ Եվ եթե Աստված մի արասցե, այս բղձավանջը շարունակվի, դուք բոլորդ կարող է ունենաք ադրբեջանցի հարևաններ։ Այսքան ժամանակ Ալիևը ինչ ասել է Նիկոլն արել է, հիմա որ ասում է իբր չէ, այդպես բան չկա, նա ինչ ասի սա անելու է։ Եթե դուք ուզում եք այդ հեռանկարը, կարող եք չգնալ տեղամաս, բայց բոլորիդ կոչ եք անում։ Հունիսի 7-ին գնալ տեղամաս եւ ձայնը տալ համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, Հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները ոչ միայն խաղաղության, անվտանգության, բարգավաճման, սոցիալական համերաշխության մասին են, այլ նաև ազգային արժանապատվության հարց են։ Բարև ձեզ, Մայրիկ ջան։ Արմեն, Որ շտապ եք գնացել, թե որ ձեզ խափել եք։ Քաղաքացին ասում է, Զեյթունի շտաբում մարդկանց խափում են, ասում են հները կանազը վառել։ Դե լսեք։ Կանազը վառել, ասում Կանազը կուլտուրայի տոն։ Ասում եք մեր օրոք չեղել ինչ որ տվել են մի հատ։ Այսինքն վառվել է, 2 ամիս առաջ իրանք կան բանի չէին, հա, այտենց իշխանության չէին։ 2 ամիս առաջ։ Հնարավոր չէ դիպրկել։ Ամեն ինչ էլ հնարավոր է, ամենակարևորը ամսի 7-ին, ամենակարևորը ամսի 7-ին գնացեք ընտրություն։ Այդ ձեզանից է կարգել։ Հարգելի քաղաքացիներ, օրվա իշխանությունը փորձում է վախի, կեղծիքի, ստի միջոցով վերարտադրվել, բայց պետք է դուք իմանաք, որ ամենավախեցածը հենց իրենք են։ Իրենք վախեցած են, դրա համար էլ փոխում են վախեցնել։ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սաակաշվիլու ճակատագրից, լավագույն դեպքում երազում է Տիխանովսկայի են Բելարուսի մի հատ կին կար, այդ Տիխանովսկայի ճակատագրին արժանանալ, իսկ իրականում նաև փափագում է Էրդողանի ու Ալիևի միջոցով մնալ աթոռին եւ փրկել իր կաշին ու թքած, որ դրա գինը Հայաստանի Հանրապետությունն է լինելու։ Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա էլ Սյունիքը հայտարարում է, որ Հայաստանը եւ վերջ։ Դա նշանակում է վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանի անվտանգությունը։ Դրա համար մենք պետք է մերժենք այս ապիկարների իշխանությանը եւ ձևավորենք նոր իշխանություն։ Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ միավորվել են եւ խորհրդարանական այս ընտրություններին մասնակցում են Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ Մեր քվեաթերթիկը համար 7-ն է։ Անպայման ծանոթացեք մեր ծրագրերին, մեր թիմին, մեր առաջարկներին։ Մենք
ամենամասնագիտացված եւ կյանքից չկտրված ծրագիրն ենք ներկայացրել եւ ակնկալում ենք ձեր քվեն։ Յուրաքանչյուր քաղաքացի սկսած ուսանողից, վերջացած թոշակառույով, բիզնեսի ներկայացուցիչներով, ուսուցիչով, գյուղացիով, բժիշկով, բոլորով իրենց խնդիրների հետ կապված լուծումներ կգտնեն մեր առաջարկած ծրագրերում։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին եւ ձեր քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ եւ կոչ ենք անում անպայման հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին։ Պատմություն գագրված, ասովի վրա հավատ կգնած, ասեմ նորից ճանապարհ է բացվում, ապական ենք հավատով կրծում, առաջարկ Հայաստանի, նոր սարկը խոսրվին, երևուսը գործ են արնում, հավատը ուժ է ծնվում, եկեղեցու, սարկը մեծային է, հաջի լույսը մեր ճանապարհը, Մենք շարունակում ենք մեր շրջայցը Քանաքերձեյթուն վարչական շրջանում եւ շփվում ենք քաղաքացիների հետ նրանց ներկայացնելով մեր ծրագրերն ու մոտեցումները։ Ողջունենք Զեյթունի մեր բնակիչներին, բարև ձեզ։ Ինչպես եք ժողովուրդ։ Դե որ լավ լինենք, պետք է ինչ ամսի 7-ին, ամսի 7-ին վերադարձնենք Հայաստանը, Հայաստանի քաղաքացուն։ Ասովի վրա պատմություն գագրված, ասովի վրա հավատ կգնած, ասեմ նորից ճանապարհ է բացվում, ապական ենք հավատով կրծում, առաջարկ Հայաստանի, նոր սարկը խոսրվին, Օգլեկան կտանեք դու։
Զոնա գորդա։ Զեյթուն վարչական շրջանի բնակիչ ողջունում ենք ձեզ սիրելի այլնակիցներ, ձեզ տեղեկացնում եմ, որ այս պահին ձեր բակերում քարոզարշավի մասնակցում համարի 7 քվեարկի ներքո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մենք որպես Երևան քաղաքի գործող հավաքանիներ հիմա ուզում եմ ձեզ երկու բառով տեղեկացնել, թե ինչ է կատարում ձեր հետ 23 թվականին քաղաքացիական պայմանագիրը եւ մի հատ կցորդ հանրապետություն կուսակցություն կա, իրար հետ մերձենալով ձեզ խաբեցին, կորզեցին ձեր ձայները, իհարկե երևանցիների 9% ձայն ստանալու պարագայում քաղաքացիական պայմանագիրը ձեզ խաբեց, որ ձեր համար բերելու էր նոր դարաշրջան, ձեր համար բերելու է դեպի ավելի լավ Երևան, բայց արեց հակառակը Ընտրությունները վերջացան, խաբելով և ստելով կորզեցին ձեր ձայները և սկսեցին ձեզանից և սկսեցին ձեզանից մուն հանելու պրակտիկան, թանկացումների հիտ շքեր, քաղաքացիական պայմանագիրը ձեր համար նախապատրաստել են նվերներ, տրանսպորտի թանկացում, գույքարկի 100% թանկացում, աղբահանության թանկացում, տեղական տուրքերի թանկացում, ձեզ խաբեցին և ամենը ձեր հանդեպ սխալ վերաբերվում։ Սա նրանից է գալիս, որ երևանցին չմասնակցեց 23 թվականի ընտրություններին և թույլ տվեց, որ 9% ձայն ստանալու պարագայում ձեզ ալան թալանի վերածեն, որտեղ քաղաքացիական պայմանագիրը եկել է թալանելու, իրանց գրպանները լցնելու, իրանց ուղեղներում աղքատությունը հաղթահարելու և գրպաններում աղքատությունը հաղթահարելա։ Հիմա այս մուռ հանելու պրակտիկան, որ ձեր հանդեպ է, դուք ես սրա ամեն ինչի պատասխան ես, գույքարկի թանկացում, աղբահանություն, խայտառակ տրանսպորտ, տեղական տուրքեր, ամեն բան, ասֆալտապատում, փոսալցում, ասֆալտապատումից միլիարդավոր դրամների մսխում։ Սրա պատասխանը դուք պետք է տաք հունիսի 7-ին մեծ մասնակցություն ունենաք մերժեք քաղաքացիական պայմանագրին, Ավինյանին, Հանրապետություն կուսակցությանը, այդ կցորդ կուսակցությունը եւ ձեր մեծ մասնակցության արդյունքում իրենք կստանան իրենց պատասխանը։ Իսկ մեր խնդրանքը ձեզ հունիսի 7-ին անպայման մասնակցեք ընտրություններին եւ ձեր քվեն տվեք համար 7 քվեարկի ներքո Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Շնորհակալություն։ Այսօղի վրա հավատք կանգնած Այսօր նորից ճանապարհ է բացվում Ապագան մենք հավատով կառուցում Առաջարկ Հայաստանի նոր զարկը քո սրտին Երևուստը գործ է անում Հավատ է ուժ է ծնվում Եկեղեցու սանգը մեր ձայն է Քաջի լույսը մեր ճանապարհ է Սիրելի երևանցիներ, ողջունում ենք բոլորիդ, կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ տեղամաս, իրականացնել սեփական քաղաքացիական պարտքը և նաև այս դեպքում իրավունքը։ Մենք ընտրություններին մասնակցում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով, Առաջարկ Հայաստանին ծրագրով։ Մենք Երևանի հավաքանում Այր Հայաստան խմբակցության հավաքանիներն ենք նաև այս ցուցակի մեջ։ Նաև հավաքանիներն են ձեզ հետ հիմա խոսքում։ Չի եղել մի ահազանգ, մի թիմում, մի հատ էլեկտրոնային նամակ, որ մենք ձեր խնդիրների հետևից չգնանք։ 23 թվականից ի վեր մենք երևանցու կողքին ենք։ 23 թվականից ի վեր այս իշխանությունները այդ տրանսպորտ են թանկացել, էլ աղբահանություն են թանկացրել, էլ գույքարկ են թանկացել, էլ տեղական տուրքեր են թանկացրել, բայց քաղաքը դարձել է ավելի նյարդային, ավելի կեղտոտ, ավելի անհարմար։ Բոլորին կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս,
Հունիսի 7-ին Համար 7-ին, համար 7-ին հունիսի 7-ին, Հունիսի 7-ին համար 7-ին, համար 7-ին հունիսի 7-ին, Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բախտորոշ ընտրության առջև։ Դուք ընտրություն եք կատարելու պարտված Թուրքի առաջ ծրկի եկած Ալիևի բոլոր պահանջները կատարել պատրաստ մի կապիտուլյանտի, մի հասկակործան պատուհասի հետ եւ պիտի ընտրեք արժանապատիվ երաշխավորված խաղ։ Բոլորին կոչ ենք անում անպայման գնալ ընտրությունների, գնալ ընտրատեղամաս եւ պատասխանատվություն ստանձնել սեփական երկրի ապագայի հետ կապված։ Դուք ունեք հնարավորություն վերջ տալու այս մղձավանջին, այս խայտառակությանը, այս գահավիժմանը, այս անկմանը, այս ամոթի ու խարանի դարաշրջանին։ Գնացեք ընտրատեղամաս եւ ձեր վճռական ոչը ասեք, ձեր հավատը եւ ձեր քվեն մսխած, ձեզ բասպիցս խափած, նենգաբար, կեղծիկ եւ սուտ մանիպուլյացիա տարածող, այս բախտախնդիրների խմբակին ասեք ոչ, ուղարկեք պատմության ետտախորշը եւ նորից բացեք Հայաստանի Հանրապետության համար, համար 7, հունիսի 7, հունիսի 7-ին, համար 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, Բարդ մայրիկ ջան, ինը պայման մասնակցեք ընտրությանը։ Եվս մեկ անգամ, բարև Զեյթուն։ Հեսա Զեյթունի քանաքերի խաչմերուկին են կանգնած։ Երկիրն էլ է կանգնած խաչմերուկի։ Ու դեպի ուր կթեքվի Հայաստանը կախված է բոլորիցս։ Նույնիսկ այն մարդկանցից, ովքեր մինչ այսօրս չեն որոշել, որ պետք է մասնակցեն ընտրությունների։ Ժորջատտաներում մի նստեք։ Գնացեք, մասնակցեք ընտրությունների, ուզում եք, ինչ ուզում եք, ոնց ուզում եք, կարակ քննարկեք, քննադատեք, խոսեք, բայց դրա հետ մեկտեղ տունը մի նստեք, որ պատասխանատվությունը երկիրը այս վիճակից հանելու լինի նաև ձերը, բոլորս էլ իրականում զզվել ենք այս իրավիճակից, որը տիրում է երկրում, ուղղակի զզվել ենք, բայց դե տունը նստելով ինչ պետք է լինի։ Ոչ մի բան չի ստացվի, եթե ամեն մեկ ասի, դե լավ, մեկ էլ մի բան ասեն, մի հատ նոր բան են հորինը, ասում են իմաստ չկա, ամեն ինչ որոշված է, տո գլուխները պատով են տվել նրանք, ովքեր ասում են ամեն ինչ որոշված է, որոշողը դու ես, դու, մենակ դու, ով էլ քուտերը փորձի որոշի գլուխը պատով է տվել, եւս մեկ անգամ կրկնում եմ, այնպես որ Հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, Հարգեցիներ, ողջունում ենք ձեզ և կոչ ենք անում հունիսի 7-ին անպայման մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Սա բոլորիս ամոթն ու խայտառակությունն է, որ արդեն 8 տարի քաղաքացիական պայմանագիր կոչված հանդիսանում է Հայաստանի իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը ամբողջ աշխարհով մեկ խայտառակում է մեզ, Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական այդ բախումների զոհասեղանին, դարձրել է մանրադրամ, ինքն էլ վերածվել է
տնաբույծ Զելենսկու եւ Հայաստանը ենթարկում է լրջագույն փորձությունների բոլորիս պարտքն է անպայման մասնակցել ընտրությանը եւ թույլ չտալ որպեսզի Հայաստանը դառնա ավերակ, Հայաստանը հայաթափվի այնպես ինչպես Արցախը հայաթափվեց։ Ընտրություններին չմասնակցելը պատասխանատվությունից խուսափել է։ Ընտրություններին չմասնակցելը սեփական երկրի հանդեպ անպատասխանատու վերաբերմունք ցույց տալ է։ Հետևաբար պետք է մասնակցել, անպայման մասնակցել ընտրությանը եւ քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Մեր կոչը, խնդրանքը եւ պահանջը բոլորից հունիսի 7-ին անպայման մասնակցեք ընտրությանը։ Այս իշխանությունը սարսափում է ժողովրդի քվեից։ Իրենք իրականում դեմագոգներ են, ստախոսներ են եւ ցույց են տալիս, ողջունում ենք ձեզ Ժորժ ջան, եւ ցույց են տալիս, թե իբր ժողովրդի քվեով են առաջնորդվում։ Դա սուտ է, մեծագույն սուտ։ Իրականում նրանք սարսափում են ժողովրդի քվեից եւ ուզում են ամեն ինչ անել ծափարություններով։ Ողջունել մեր քաղաքացիներին ծափարություններով բարձր։ Ողջունում ենք ձեզ։ Նրանք ցույց են տալիս Հարգելի հայրենակիցներ, նրանք իրականում վախենում են ժողովրդի քվեից։ Ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ չգնան ընտրատեղամաս։ Ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մոտ հիասթափություն առաջանա, նույնիսկ զզվանք քաղաքականությունից։ Բայց մենք, որպեսզի չհայտնվենք ծանր իրավիճակում, պարտավոր ենք գնալ ընտրատեղամաս, վերցնել քվեաթերթիկների տրցակը, դրանց մեջից 100%-ով դեն նետել այն քվեաթերթիկը, որի վրա գրված է քաղաքացիական պայմանագիր եւ արդեն մնացածների մեջ կատարել ձեր ընտրությունը։ Մեր ցանկությունն այն է, որ դուք քվեարկեք համար 7-ի օգտին, որովհետեւ մենք եւ ծրագրով եւ թիմով պատասխանատու ուժ ենք եւ պատրաստ ենք ստանձնել իշխանական պատասխանատվությունը։ Հետևաբար հունիսի 7-ին Հունիսի 7-ին քվեաթերթիկ քվեաթերթիկ միացիր միացիր Ժորժան ողջունում ենք ձեզ, պատշգամբներից ով ձերովանումը բոլորին էլ տենում ենք հանդիկ։ Ողջույն։ Հունիսի, երեխեք տելեստ է, բարև երեխեք։ Զեյթուն քանաքեր վարչական շրջանում պատասխանատու հայտարարում ենք, որ հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Իսկ գիտեք ինչու համար 7-ին, շատ բարձ հարգելի զեյթունցիներ։ Ձեր թաղամասը կոչում է Արևմտյան Հայաստանում Զեյթուն մեր չնաշխարհիկ հայրենիքի մի մասնիկի անունով։ Ժամանակին մարդիկ հայերը կրկին հավատացել էին, որ Թուրքի հետ հնարավոր է վիզը ծռած, ես կրկնում եմ, վիզը ծռած, ոչ թե արժանապատիվ, գալ եւ ինչ-որ համակեցության տենց ապրել։ Ինչ եղավ, հարգելի զեյթունցիներ, Արևմտյան Հայաստանի զեյթունցիներին մեր ումանուկ կոդորեցին։ Նույնը հիմա մեր հետ են ուզում անեն։ Պարզապես ժամանակներն ավի փոխվե, ինտերնետը ավելացե եւ այլն եւ այլն։ Ոչ,
մենք կոտորվելու մատիրալ չենք։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե Արևմտյան Ադրբեջան, հունիսի 7-ին, Անիջան, ծանոթացեք մեզ դրա։ հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Բարդ ձեզ։ Ես հասավ եմ դուքնետից, հա, վեր, ամենից նեղ։ Պատմություն կագրված, ասովի վրա հավաք կականգված, ասենորից ճանապարհ Հայաստանը վերադառնալու է Հայաստանի քաղաքացիների, հայկականությունը վերադառնալու է հայերի, արժանապատվությունը վերադառնալու է, պատիվը վերադառնալու է, մարդ չի կարող կզած ապրի, ազգը չի կարող կզած ապրի, չի կարա հայը ապրի մի մտքով, որ հանկած եթե Մասիս Լեռանը հայաց գցեց, ուրեմն ինքը կպատժվի, չկա տենց բան, հիշեք, ով վախենում է նայել Մասիս Լեռանը, վաղը վախենում է նայել Հայաստանի Հանրապետությանը, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Համար 7-ին։ տեսնում ենք, որտեղ է, Արցախի դերոշն ենք տեսնում, ծափարություններ, չվախենակ ոչ մեկից, որ վախեցնում են, ասում են, չգիտեմ, գործից կհանեն, երեխուն գործից կհանեն, չգիտեմ ինչից կկտրեն, ես կանեն, են կանեն, չվախենակ, որովհետև հունիսի 8-ին այս մղձավանջը ավարտվելու է։ Իսկ եթե մի իշխանություն վախով ու ստով է իրան փորձում պայի, այդ իշխանության օրը 40-ը, հաստատ իմացեք։ Եվ ուրեմն, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Ժողովուրդ, ողջունում ենք ձեզ, եկեք մի հատ ծափարություններով մեր քաղաքացիներին ողջունենք, ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը և հունիսի 7-ին վերջ դնել քաղաքացիական պայմանագիր կոչված խունտայի իշխանությանը։ Սա ամոթ ու խայտառակություն է մեր պետության համար և բոլորիս պարտքն է վերջ տալ պատմության այս ամոթալի ընթացքին։ Սրանք հիմա կեղծ ինչ-որ նշաններ են ցույց տալիս, իբր սիրում են, իբր հարգում են, իբր խոնարհվում են, բայց իրականում ատում են ու նորից ատում են։ Այնպես որ ժողովուրդ ջան, այս թուրքական եւ ադրբեջանական օրակարգով առաջնորդվող իշխանություններին պետք է մերժել եւ քվեարկել այնպես, որ հավաքական ընդդիմությունը հաղթի այսօրվա տխրահարճակ իշխանությանը։ Դրա համար անհրաժեշտ է երկու պարզ գործողություն։ Ողջունում ենք ձեզ։ Առաջինը մասնակցել ընտրությանը եւ երկրորդը ձայնը տալ ընդդիմությանը։ Սա այն պարզ երկու քայլն է, որի միջոցով հնարավոր է լինելու ձևավորել նոր ազգային իշխանություն։ Մեր կոչը բոլորի տայն է, որ անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեի ուժով վերջ դնեք այս ամոթալի ընթացքին։ Հունիսի 7-ին, հունիսի 7-ին, միացիր,
ճանապարհ է բացվում, ապագան մենք հավատով կառուցում, առաջարկ Հայաստանին, նոր զարկը քո սրտին, երբ ուզում գործեր անում, հավատ է ուժեցնում, եկեղեցու սանգը մեր ձայն է, խաչի լույսը մեր ճանապարհը, Սերիայնակիստներ, բոլորից կոչ ենք անում հունիսի 7-ին գնալը դրա տեղամաս, տեր կանտել սեփական երկրի ապագային, տեր կանտել սեփական քվեին, տեր կանտել սեփական ազգագրին, տեր կանտել սեփական իրավունքներին։ Հունիսի 7-ին գնալով դրա տեղամաս, դուք հնարավորություն ունեք վերջ տալու այս ամոթի հայտարարության, նվաստացման, ստորացման, այս մղձավանջային գարավիժմանը։ Գերացեք դրա տեղամաս, եթե խճարական ոչ ասեք, այս գործող իշխանություններին, ովքեր գալով իշխանության, սիրո և համերաշխության կարգախոսով տարածել են թույն, թարախ, ատելություն, ափրցփրկ խոսալ, մարդկանց վիրավորել, տարածել են ագրեսիա, տարածել են բաժանում, տարածել են սև սպիտակ, ինչ խոստացել են հակառակն են արել, 21 թվականին ասել են Արցախում Շուշի ու Հադրութի դեօկուպացիա, ամբողջ Արցախն են հասնել եւ ամենակարևորը Հայաստանը երբևէ չի ունեցել նման ղեկավար, որ նման ամոթալի, նման խայտարակ, նման ստորագույն մակարդակի խոսույթով հանդես գա սեփական քաղաքական ընդդիմախոսների եւ ժողովրդի տարբեր հատվածների մասին։ Քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյան Հայաստանում ամենաամոթալի խոսույթ ունեցող մարդը մեկն է եւ այդ մեկ մարդը դու ես։ Հայաստանը Թուրքիա առաջ ծնկի է բերել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Հայաստանը տարել է կապիտուլյացիայի մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Արցախը տարել է կորստի մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Քաղաքացուն Պողոս է անվանել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Քաղաքացուն Համբար է անվանել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Հայաստանում Թուրքի տեղապահ Փաշա է ուզում աշխատել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Ողջունեք մեր քաղաքացիներին։ Բարև ձեզ։ Հունիսի 7-ին գնացեք ընտրալ տեղամաս։ Հունիսի 7-ին։ Համար 7-ին։ Համար 7-ին։ Հունիսի 7-ին։ Հարգելի քաղաքացիներ, ողջունում ենք ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեի ուժով թույլ մի տվեք, որպեսզի Ալիևի ծրագրերը կյանքի կոչվեն Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի դրածոն է եւ լրջագույն սպառնալիք է մեր երկրին։ Իրական
երաշխավորված խաղաղության համար մեր համար ամենագլխավոր նախապայմանը իշխանափոխությունն է։ Իշխանափոխությունը Հայաստանում մեզ հնարավորություն է տալու ունենալ խաղաղ կյանք, ձևավորել համերաշխության մթնոլորտ եւ զարգացնել տնտեսությունը, լուծել սոցիալական խնդիրները։ Հակառակ պարագայում մեզ սպառնում է Արցախի ճակատագիրը։ Ալիևը արդեն չի ենթարկցնում, որ 300,000 ադրբեջանցիների ձգտելու է բնակեցնել Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերին սպասարկում է նաև Հայաստանը թշնամացնելով մեր դաշնակից Ռուսաստանի հետ։ Նրանց ծրագրերում ռուսական ռազմաբազայի հեռացումն է, որից հետո արդեն ուղիղ ճանապարհ է բացվելու թուրքական ներխուժման համար։ Ձեր մասնակցությամբ կանխեք այս կատաստրոֆան, տանը մնալը համարժեք է լինելու այս ծրագրերին, այս հակապետական ծրագրերին այո ասելուն։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը, մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին եւ ձևավորել նոր իշխանություն։ Ընտրությունները հունիսի 7-ին են, հետևաբար հունիսի 7-ին հունիսի 7-ին քվեաթերթիկ քվեաթերթիկ միացիր միացիր ողջունում ենք ձեզ, մենք ներկայացնում ենք Բարգավաճ Հայաստանի համամասնական ծրագրը և ընտրությունների մասնակցում ենք Առաջարկ Հայաստանի ծրագրով։ Ձեզ ոչ ենք անում, այլ ջան ձեզ ողջունում ենք, ոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը։ Չմոռանաք հունիսի 7-ի գնալ ընտրատեղամաս և իրականացնել իշխանափոխություն քվեի ուժով։ Դա ձեր իրավունքն ու պարտականությունն է, սիրելի քաղաքացիներ, հարգելի Քանածքեր, Զեյթուն, վարչական շրջանի բնակիչներ։ Դուք ձեր քվեի ուժը պետք է օգտագործեք և թարս ապտակ այսօրվա ապիկար իշխանությանը։ Միայն միասնական ջանքերով է հնարավոր հասնել հաջողության։ Հունիսի 7-ին քվեաթերթիկ Համար 7 քվեաթերթիկ Համար 7 Ողջույն հարգելի հայրենակիցներ, այստեղ գտնվում են Երևանի ավականու անդամներ, ովքեր 3 տարի պայքարել են այս իշխանությունների, ապօրինությունների և թանկացումների դեմ, կարմիր կետագծերի, զույգահարկի, աղբահանության թանկացումների դեմ և հունիսի 7-ին դուք ունեք հնարավորություն այս իրավիճակը փոխելու համար։ Հունիսի 7-ին պարտադիր գնացեք ընտրատեղամաս և ձեր քվեն տվեք համար 7-ին, որպեսզի մեր երկրում իրավիճակ փոխվի։
Այն հակացումները, որ այս իշխանությունները բերեցին, բոլորը ձեր վրա զգում եք ամեն օր։ Եվ իրավիճակի փոփոխման հարցում ձեր յուրաքանչյուրի քվեն շատ կարևոր է։ Մի մնացեք տանը, հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս եւ ընտրեք համար 7-ին։ Հարգելի հայրենակիցներ, մենք ողջունում ենք ձեզ եւ կոչանում ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մենք որևէ պարագայում չպետք է թույլ տանք, որպեսզի այս իշխանությունը բարը ձեզ, Ժորժ ջան, բարը ձեզ։ Հեսա եկեք նա բուկլետ էլ հասցնենք տալ։ Հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ը ճակատագրական նշանակություն է ունենալու։ Ոչ մեկս ոչ մեկին չենք կարողանա մեղադրել, ոչ մեկից չի կարող նեղանալ, եթե չմասնակցի ընտրությանը եւ իր քվեի ուժով չձևավորի նոր իշխանություն։ Այս իշխանության պարագայում Աստված մի արած չէ, սրանց մնալու պարագայում
Հայաստանում կարող է այս ընտրությունը որպես համապետական ընտրություն վերջինը լինել։ Մենք գույները չենք խտացնում։ Հիշեք ինչ եղավ Արցախում։ Գնացել էին, տրջիկ էին տալիս, ցույց էին տալիս թե իբր ամեն ինչ կարգին է, իրենք ամեն ինչ վերահսկում են, բայց դավաճանաբար 2022 թվականին հանձնեցին մեր հայրենիքի մի մասը եւ հիմա իբր թե պաշտպանում են Հայաստանի Հանրապետությունը։ Իրականում երբ որ Հայաստանի Հանրապետությունը իրենք դոշի բրոշկա են սարքել, դրանով իսկ ցույց են տալիս, որ թիրախավորել են Հայաստանին։ Դա է իրականությունը, սիրելի քաղաքացիներ, բարև ձեզ, ողջունում եմ ձեզ, անպայման մասնակցեք։ Մենք չպետք է կտրվենք իրականությունից, չպետք է խուսափենք պատասխանատվությունից, շատ պարզ գործողություն է մեզանից ակնկալվում, մասնակցել ընտրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռ կարող է որոշել իր երկրի ճակատագիրը։ Հետագայում մենք նման հնարավորություն կարող է չունենանք այս իշխանության պարագայում։ Դրա համար բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ տեր կանգնել մեր երկրի ճակատագրին։ Հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Քվեաթերթիկ Համար 7 Քվեաթերթիկ Համար 7 Սիրելի քաղաքացիներ, մենք ողջունում ենք ձեզ, եկեք ծափահարություններով մեր քաղաքացիներին, ովքեր հետևում են մեզ, ողջունում ենք, ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ քվեարկել համար 7-ի օգտին։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները եւ թիմով եւ ծրագրով ներկայանալու եւ ներկայացնելու։ Այնպես որ միասնական ջանքերով ձևավորենք նոր իշխանություն։ Զեյթունցիներ ջան, բարև ձեզ։ Հիմա բոլորը քարոզարշավների մեջ են։ Բոլոր կուսակցությունները, դաշինքները, ամբողջ ինչպես ասում են, հա քաղաքական դաշտը sense ձեր առջևն է։ Բայց այստեղ շատ կարևոր է, որ բոլորս էլ հասկանանք հետևյալը։ Անպայման Էսա մի վարկյան տղեր ճանապարհ տվեք երեխակա մեքենայով։ Կա մի պարզունակ գաղափար։ Մարդ կարա նստի իր տունը, իր խոհանոցում, իր ընկերների հետ, բողոքի, ասի լավ չի կամ լավ է, կապ չունի։ Բայց այնուամենայնիվ չզբաղվի քաղաքականությամբ։ Ուրեմն ժողովուրդ ջան, եթե կան մարդիկ, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ, ապա շտապեմ ձեզ հիասթափեցնել։ Քաղաքականությունը ձեզնով են ցած զբաղվում, որ նույնիսկ չեք են պատկերացնում։ Հիմա ոնց սրատակից դուրս գալ, շատ պարզ, ձևավորել մի համակարգ, որը ձեր սրտով է, որը ձեզ է պաշտպանում, որը չի ամաչում նայել Մասիս լեռանը, որը չի ասում, որ հայկական պատմությունը հազարամյակներով սխալ է, մեկ էլ սրանք եկան լրիվ ճիշտ առավ։ Դա է, մնացածը ոչ մի կապ չունի։ Ուզում ես դու որոշես, ինչ երկրում ես ապրելու։ Ամսի 7-ին գնում ես և քվեարկում ես, վերջ։ Մնացած բոլոր խոսակցությունները մեզանից բան կախված չի, որոշել են, չգիտեմ ինչ, և այլն, սուտի հատուկ գեներացվող մտքերա, որ դուք դուշ չգաք ու չգնաք ընտրատարածքներ, որովհետև հայ ժողովրդի թշնամիները վախենում են նրանից, որ դուք կգնաք ընտրատարածք։ Եվ այդ իսկ պատճառով հունիսի 7-ին Հունիսի 7-ին Հունիսի 7-ին
վերադարձնենք Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի քաղաքացիներին։ Սիրելի ժողովուրդ, այս պահին մենք գոնե ուղիղ եթերի ռեժիմով արդեն ավարտում ենք քարոզարշավը։ Մեր մոտ մի հատ տրադիցիա կա ձևավորված, եկեք այդ թիմերի պարագայում մի հատ իրար հետ մի հատ խմբվենք, մի հատ շուրջ մոտիկ իրար խմբված կանգնենք։ Արի Արմեն ջան, եկեք։ Ժողովուրդ ջան, այսօրվա ավարտը քարոզարշավի գոնե եթերի մասով եկել է ֆինալին, այսպես ասած, եւ մեր տրադիցիայի համաձայն ֆինալին ոգին եւս պահպանի միասնաբար 3 անգամ 1-2-3-ից հետո 1-2-3 ուրա 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 ապրեք, շնորհակալություն բոլորիցից, շնորհակալություն։ Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սատերին, վերկած կանգիր, Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սատերին, վերկած կանգիր, ձեռքդ պարզիր, ու ասա այո մեր պայքարին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ անենք սիկոլ այս չարիքին, վերկած կանգիր, փաշին մերժիր, ու ասա այո մեր հայրենիքին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, գալու է մեր դարը, հաղթանակի դարը, որ կերտելու ենք մենք միասին, վերկած կանգիր, մեզ միացիր, ու ասա այո մեր հաղթանակին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, Հայաստանի